Պարոն Կարապետյան, այսօր կառավարության ծրագիրն է քննարկվում եւ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ քննադատության ծրագրեր կուղղի եւ ձեզ ասաց, որ պատերազմի կուսակցությունը դուք եք, երբ ձեր հարցի ժամանակ դուք խոսեցիք Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանցիների հեռացումից եւ երբեք այդ տարածքները վերադարձնելու Հայաստանին։ Հաջորդ մեղադրանքը նաեւ այն մասին էր, երբ խոսեց ընտրակաշառքների մասին եւ ասաց դուք այդպիսի ուժեր երբեք պատասխան տալու օրինակ ձեր խոստումների համար։ Ունեք բացատրություն կամ ունեք պարզաբանում այս հնչած քննադատությունները։ Շատ լավ, այս կառավարությունը ուղղակի կարող ենք դոկումենտալ նայել, թե քանի պատերազմ է բերել։ 3 մեծ պատերազմ է բերել։ Եռա պատերազմի կուսակցություն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եռա պատերազմի կուսակցություն։ Ինչ վերաբերվում է ամեն անգամ, երբ մենք մտահոգություն կհայտնենք մեր երկրի հողերի հետ կապված, մի հատ պայմանի, որ ուզում ենք, որ ինչ որ պայման թուրքերի դրած, ադրբեջանցիների դրած, չենք ուզում, որ մեր երկիրը անի, եթե պետքա հելնեն ասեն պատերազմի կուսակցություն, լրիվ կկվի հեքիաթնա, որ բանը ձագերին հերթով տանում են։ Մեր հարցը այսպիսինն է եւ այդ հարցը մշտական մենք բարձրացնելու ենք։ Որտեղ են մեր այն հողերը, որ դելիմիտացիայով պետքա հետ տրվեր։ Իրանց տվեցին հողեր, չէ, գյուղեր տվեցին։ Տարածքներ տվեցին։ Որտեղ են մեր հողերը։ Նույն տարածքի շարունակությունն է, ինչու չի վերադարձվել մեզ։ Կարող է Ադրբեջանը չի ուզում վերադարձնի, ուղղակի ինչքան հնարավոր շատ վերցնում է։ Սա է հիմնական խնդիրը, որ մենք պետք է հասկանանք, մեր հասարակությունն էլ պետք է հասկանա։ Խաղաղությունը, երբ մենք ասում ենք խոսույթները, գրեթե ամեն ինչում նույնն են, բացի մի բանից։ Խաղաղության համաձայնագրի մասին հետ խաղաղության խոսույթը Փաշինյանը ներկայացնում է որպես պատմությունը ամեն դեպքում երկարաժամկետ խաղաղություն եկավ, խնդիրները լուծվեցին։ Ալիևը լրիվ ուրիշ բաներ է մեզ ասում։ Մեզ կապիտուլյացված երկիր անվանում, ասում է ատոմակայանը կփակես։ Ու այսօր մենք ինչ լսեցինք, որ ատոմակայանի հետ կապված ասեց, որ դա վտանգավոր է։ Իսկ մենք գիտենք իր ոճը, սկզբից վտանգավոր է։ Հետո նախկիններն են որոշել, որ փակեն։ Չնայած այսօր արդեն ասեց, որ նախկիններն են որոշել, որ կփակեն։ Մեծամորցիներին ողջունում եմ, ուզում եմ ուշադիր լինեն։ Իրենց խնդիրը ուրիշ է, մարտարավերը ուրիշ է։ Տիգրանաշենցիներն էլ են ողջունում։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, շարունակելով պատերազմի կուսակցության թեման, երբ որ վարչապետ Փաշինյանը գործածում է Կտրիչ Ներսիսյան անձնանունը ի առարկում եւ որպես պրոտեստ ձեր խմբակցությունը միաձայն խփում է սեղաններին, բայց երբ որ նա ձեզ անվանում է պատերազմի կուսակցություն, այդ պրոտեստի ժեստը, գործողությունը կարծեք թե չենք տեսնում, ի՞նչն է պատճառը, արդյոք այն, որ դուք համաձայն եք նման բնորոշման հետ, եւ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ, պարոն Կարապետյան, քանի որ ակտուալ է անկլավների թեման, ամենայն դեպս ընդդիմությունը աղաղակում է, որ շուտով Տիգրանաշենը հանձնվելու է, այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, տեղի է ունեցել ձեր ակնկալած իշխանափոխությունը, ուժեղ Հայաստան երկրի իշխանությամբ, Ադրբեջանի հետ հերթական բանակցությունների ռաունդն է, դուք գնացել եք բանակցության եւ սեղանին դրված է անկլավների հարցը։ Խնդրում եմ ասեք ձեր տեսլականը անկլավների վերաբերյալ։ Փոխանակման մեկ կողմնակից, ուզի այդ տարբերակները։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը, եկեղեցու հետ կապված հարցը կրոնական հարց է։ Իր ձեր մյուս թվարկած պնդումը քաղաքական պնդում է, հիմք չունեցող քաղաքական պնդում է, քաղաքական պնդում, ուղղակի քաղաքական պնդման, ամեն պնդման, ինչին մենք համաձայն չենք, իրենք մեկ-մեկն այս բաներ են հելնում ասում, որ դու էլ ես զարմանում, խոսքը բերում են կիսատ, ասում են բան, որ դու չես ասել, ամեն անգամ դրա կարիքը չկա, սա քաղաքական հարթակ է, եւ մենք բողոքի ենք բարձրացնում այն ժամանակ, երբ որ քաղաքական հարթակը օգտագործում են ոչ քաղաքական ու սահմանադրությամբ արգելված երևույթների բարձրաձայնման, այսինքն եկեղեցու գործերի մեջ խառնվելու, այսինքն մեր հոգևոր շատ մարդկանց համար հոգևոր մեծ արժեք ունեցող
արժեքներին խփելու այդ ժամանակ ենք անում, որ քաղաքական չի մեր պրոտեստը, այլ մեր հոգևոր արժեքներին հարվածելու պատասխան է, կրոնական է։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցության հարցին։ Ամենաառաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում հազարավոր հեկտարներ։ Դա է հիմնական ցուցիչը, իրենք պատրաստ են իրական երկարաժամկետ երաշխավորված խաղաղության, թե ոչ, թե ուղղակի ինչ կարում ստանում են։ Կոնկրետ անկլավների մասին է հարցը։ Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր Հայաստանի պաշտոնական Հայաստանին առնչվող Հայաստանի ենթակայության տակ գտնվող հողերը, որոնք որ պետք է մեր ենթակայության տակ լինեն, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք այդ երկիրը երկարաժամկետ խաղաղության է նայում, թե ուղղակի հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ։ Շնորհակալություն, բայց չպատասխանեցիք շատ կոնկրետ հարցի։ Շատ կոնկրետ պատասխան։ Անկլավների փոխանցման Հերթականության վրա շեշտ դնելով կարծում եմ պատասխանեցի, հերթականություն կա։